Տիկին Մելիքյան իշխանությունները գնացին հեծը խլելու ճանապարհով, կան խոսակցություններ, որ հայ գործարարից այն խլելով ցանկանում են այն կառավարման հանձնել թուրքական ընկերությունների, ձեր գնահատականը հեծի շուրջ կատարվողին եւ շրջանառվող լուրերին։ Շրջանառվող լուրերը փաստորեն իրական հիմքեր ունեն, որովհետև այս իշխանությունները այն գլխից վարում են այդ քաղաքականությունը եւ հեծը խլելու այսպես գործընթացը փաստորեն այդ քաղաքականության հերթական դրվագներից մեկն է եւ այո, այս իշխանությունները մտադիր են Հայաստանը դուրս բերել տարածաշրջանային անվտանգության գոտուց եւ այսպես բախտի կմահաճույք, այսինքն Թուրքի կմահաճույքին հանձնել հայ ժողովրդին։ Հեծը շատ ռազմավարական նշանակության կարևոր կառույց է եւ այո, փաստորեն մեր հոսանքների, մեր ապրելու իրավունքը փաստորեն սրա միջոցով այս կերպ հանձնվում է թուրքական իշխանություններին, ուրիշ ոչ մի բան չկա այստեղ, իրենք հենց ըմբոստացան Սամվել Կարապետյանի դեմ, որովհետև նա համարձակվեց ազգային շահ պաշտպանել ազգային եկեղեցի պաշտպանել եւ նրանք ովքեր ազգային են, ովքեր հայոց պետականության կողքին են, հայոց արժեհամակարգի կողքին են, եկեղեցու կողքին են, այդ մարդիկ փաստորեն այս իշխանությունների համար persona non grata են եւ բնականաբար պետք է այդպես վարվեն առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ իրենք ամբողջ աշխարհում այսպես թմկահարում են, թե իրենք ժողովրդավարության բաստիոն են, որ եվրոպական քաղաքակրթության, չգիտեմ, եվրոպական արժեքների կողմնակից են։ Մասնավոր սեփականությունը, այն որ ասում են սրբազան սեփականություն է, սրբազան իրավունք է, որ ամբողջ Եվրոպայում այդպիսի բան գոյություն չունի, որ մասնավորի մեկի ձեռքից կարողանան ինչ-որ բան խլել, այսքան անհեթեթ, անհիմն պատճառաբանությամբ։ Սա ուղղակի այո, մեծ քաղաքականության մեջ Հայաստանը ուզում են որպես զոհ մատուցել Թուրքիային, սա է։ Վաղաշաբաթում տեղի ունեցան ընտրություններ, 48% ստացած իշխանությունն ասում է, որ իրենք ունեն հանրության վստահությունը եւ որ մարդիկ իրենց տվել են եկեղեցու վրա հարձակվելու համաձայնություն, ձեր կարծիքը։ Նախ այն որ 48% իրենք ձայն են հավաքել, եթե փաստացի դա այդպես է, ապա ես կարող եմ ասել ինքս որպես այդ ընտրություններին անմիջական մասնակից, ես 90-ականների սկիզբն եմ հիշել, 92 թվականին մի խայտառակ ընտրություն կար, մասիվի կողմերներ, ես չեմ էլ հիշում նույնիսկ դա տարածքային ընտրություններ, տեղական ինքնակառավարման, թե ազգային ժողովի ընտրություններ այն ժամանակ եւ խայտառակ վիճակ, այն քիչ էր մնում գրկած տատիկ պապիկներին, ովքեր որ իսկապես անկողնուց վեր կենալ չէին կարող, այդպիսի մարդկանց շալակած բերում էին, եթե դա է իրենց տված, եթե այդ մարդիկ են իրենց վստահություն տվել, ապա իրենք դա պարզապես կեղծում են։ Բացի այդ, ասենք ընտրությունները շատ անհավասար էին, շատ անարդար էին, իրենց պլակատները ամենտեղ որտեղ պետք է այսպես նախապես փակցված էին, որտեղ չէր կարելի, թույլ չէր տրվում, բայց իրենք այդ պլակատները մինչև վերջ ինչքան բողոքեցին եւ դիտորդները եւ վստահված անձինք, միևնույնն է այդ պլակատները իրենց տեղերում այդպես մնացին, ոստիկանությունը բացարձակապես որևէ կերպ չէր աջակցում, երբ որ բողոքում էին, որ մարդիկ ուղղորդում են գյուղերում հատկապես իմիջիալոց հենց այդ խորամանկություն իրենք արեցին, ոնց որ Շենգավիթը միացնես Արարատի մարզի կամ Արմավիրի մարզի ինչ որ մի հատ գյուղական այսպես խոշորած համայնքի ու այն համայնքապետի նշանակես բանի Շենգավիթի, ասենք համայնքապետ, չէ, բնականաբար այդ գյուղերի ժողովուրդը, որոնք որ ժամանակին ինչ-ինչ ճանապարհներով, չգիտեմ, ձայն են տվել այդ համայնքապետին, փաստորեն այդ ձևով խորամանկ ձևով փաստորեն քաղաքին միացրեցին գյուղական խոշորացված համայնք եւ այդ խոշորացված համայնքում հիմնականում իրենք ավելի շատ ձայներ հավաքեցին, որտեղ քաղաքում իրենք նույնիսկ այդքան ձայներ չունեին։ Բացի այդ, ասում եմ, բացարձակ խախտումներով, ընտրակեղծիքներով
անարդար եւ անհավասար պայմաններում, եւ եթե այս պայմաններում չունենալով ոչ մի այսպես ռեսուրս, վարչական ռեսուրս, անդիմադիր դաշտը հսկայական ձայն հավաքեց, փաստորեն եթե անդիմադիր ուժերի ձայները գումարենք, ինչպես իրենք են տենց գումարում այդ 48-ը ստանում, 50-ը ստանում, եթե այդպես գումարենք, փաստորեն մինչև 40% ձայն անդիմադիր ուժերն են հավաքել, 35-40% ձայն։ Փաստորեն դա շատ մեծ թիվ է, այն էլ այդ շրջանի համար, որովհետև կան տարածաշրջաններ, որտեղ բնակչության կրթական ցենզը բավական թույլ է, բավական կրթական մակարդակը պակաս է, մարդիկ ավելի շատ իրենց կենցաղային խնդիրներով այդպես քաղաքականության մեջ բացարձակապես չէին կարող ճիշտ կողմնորոշվել, եւ այսպիսի պարագայում, այսպիսի մասայի մեջ ինչ որ էս տոկոսը հավաքելը, դա ես հպարտության ոչ մի բան չկա, առավել ևս որ ԿՊ-ի այդպես ամենա թեվութիկունք համարվող կուսակցությունը, հանրապետությունը, քույր կուսակցությունը, ինչպես ասում են, բացարձակապես անցողիկ շեմնել չհաղթահարեց։ Այսինքն ԿՊ-ն մնաց մենակ այս ընտրություններում եւ միմիայն վարչական ռեսուրսի, կեղծիքների, անարդար ու անհավասար պայմանների պարագայում կարողացավ այդ 48% այսպես կորզել։ Եվ գիտեք ինչն էր նաև հետաքրքիր, որ այդպես էլ այդ ընտրողների, այսպես ասենք, ձայն տվողների 80-90%-ը չէր հավատում, որ Մեխակյանը ԿՊ-ի ներկայացուցիչ է կամ Նիկոլ Փաշինյանի ուրեմն կողմնակիցն է։ Մարդիկ ասում են մենք մեր տղին ենք ընտրում, մենք Նիկոլին չենք ընտրում։ Մենք Նիկոլ չենք ուզում, բայց Մեխակյանը մեր տղեն է, մեր գյուղի տղեն է, մեր հարևան գյուղի տղեն է, մեր ինչ բարեկամ։ Այսինքն մարդիկ կենցաղային մակարդակի բանի վերածեցին, էլի, եւ Մայր Հայաստանի ջանքերը քաղաքականացնելու, այո, նպաստեցին այնքանով, որ ընդդիմադիր ուժերը բավական լուրջ, հատկապես հաղթանակը բավական լուրջ ձայն հավաքեց առանց վարչական ռեսուրսի, առանց որևէ խախտման, առանց որևէ բանի։ Այնպես որ սա հաղթանակ չէր իրենց համար, իրենք ուղղակի գովում են իրենց գլուխը, շուտ ասում են, շատ ասում են, որ իրենց ասածին հավատան ու մխիթարվեն դրանով։ Շատերը կարծում էին, որ ԿՊ-ն կարող է գնալ արտահերթ ընտրությունների վաղարշաբաթի արդյունքներից հետո, ինչպես է կարծում, ավելի հավանական է, որ կգնան, թե կսպասեն հերթական ընտրություններին։ Չեմ կարծում, թե կգնան, որովհետև իրենց ծրագրերի հիմնական մասը ժողովրդին այսպես սիրաշահելու, ասենք աշխատավարձեր թոշակ բարձրացնելու, չգիտեմ ինչեր անելու, ինչ որ տեղեր, ինչ որ կիսատ պրատ բաներ, որ 1000 խոստում են տվել, այդ 1000-ի կեսը չեն կատարել։ Իրենք գոնե ցուցադրական մի քանի բան պիտի ցույց տան անեն, որ այսպես ժողովրդին կարողանան խաբել, այնպես որ չեմ կարծում, թե իրենք այսպես կգնան, հատկապես որ այդ իրենք դրսի համար են ցուցադրում, այդ կողքինների համար, ժողովրդի համար են ցուցադրում, թե իրենք հաղթել են։ Իրենք ներսում շատ լավ գիտեն, որ իրենք չեն հաղթել եւ գիտեն, թե ինչ ճանապարհներով են հասել դրան։ Նորմալ քաղաքներում իրենք Գյումրիում պարտվել են, Վանաձորում պարտվել են, Տավուշում պարտվել են, այս Փարաքարում պարտվել են, Գորիսում պարտվել են, այսինքն շատ նորմալ լուրջ քաղաքներում, որտեղ կա, ասենք, գիտակից մասսա եւ ընտրությունը քաղաքական, գաղափարական հենքի վրա է, այդտեղ իրենք մեկից մեկ պարտվում են, որտեղ որ կենցաղային մակարդակի ինչ որ բաների, կաշառքներ, նվերներ, փող, իրենք բավական բան բաժանեցին իմիջիալոտ այդ ընտրությունների նախաշեմին, շատ մեծ խախտումներ արեցին, փաստորեն այդպես բաներով մարդկանց խաբեցին, իսկ մարդիկ այսօր այնպիսի ծայրահեղ վիճակում գտնվող մարդիկ շատ են, ովքեր որ ասում են չեն պատկերացնում, որ իր տնից մի քիչ հեռու է, վաղ իր տան դուռը չի գալու այն դժբախտությունը, որը սպասում է մեր ժողովրդին։ Եվ օգտվեցին մարդկանց այդ անկարող վիճակից, ծանր վիճակից ու իրենք այդ բաներով հասան։ Այնպես որ նրանք շատ լավ գիտեն, որ իրենք այդ ձայները չունեն, դեռ իրենք շատ աշխատելու բան ունեն, ես կարծում եմ, որ չեն գնա իրենք։ Ըստ էս համապետական ընտրություններին արդյունքները նույնատիպ կլինեն եւ արդյոք վարչական ռեսուրսի կիրառումը նույնը կլինի, ինչ սպասելիքներ ունեք։ Չեմ կարծում, որ այդպես լինի, որովհետեւ
վարչական ռեսուրսը, ասեմ ձեզ, եթե գյուղերում, շրջաններում ինչ որ չափով կարող է քաղաքում դա այդքան մեծ դերակատարություն չի կարող ունենալ, որտեղ այդ վարչական ապարատի աշխատողների մեծագույն մասը սովորական քաղաքացիներ են, ովքեր ամեն օր տեսնում են եւ ավելի գիտակից մասան այստեղ կրթական ցենզը ավելի բարձր է, հատկապես Երևանում եւ լուրջ քաղաքներում եւ այն սահմանամերձ շրջաններում, որ ժողովուրդը տեսել է թե ինչ ավերածություն է բերել, Թուրքին ոնց է բերել հասցրել մարդկանց դռների առաջ կանգնեցրել, այդ ժողովուրդը երբեք, երբ որ ընտրությունները քաղաքականացվեն, գաղափարական հենքի վրա լինեն, համապետական ընտրությունները չես ասելու գոյուղի են նորոգելու կամ տանիք են վերակառուցելու, դրա համար ինձ ձայն տուր։ Այնտեղ այդպիսի բաներ չես կարող ասել, այնտեղ պիտի մենակ աշխարհաքաղաքական խնդիրներ, գոյութենական խնդիրներ, հայ ես մնալու, Հայաստանում կարողանալու ես ապրել, թե չէ, թե թուրք ես դառնալու կամ կամաց մուսուլման ես դառնալու, մսկիթներ ես կառուցելու, թե եկեղեցիներ այս հարցերն են լինելու։ Իսկ այս պարագայում նույնիսկ այն ամենաանկարող մասան նույնիսկ որոշակի գիտակցություն ունի ազգային, այսպես անվտանգության հարցերում, ազգային հարցերում, արժեհամակարգի հարցերում մարդիկ ավելի բան են խորն են ընկալում դա, եթե գիտակցաբար չեն հասկանում, ապա զգայական մակարդակով իրենք ավելի խորն են դրանք ընկալում, եկեղեցու դեմ այդ պայքարը եւ այլն, հաստատ իրենք չեն հավաքի այդ ձայները, հաստատ։